Օրեր առաջ հայտնել ենք, որ կյանքից հեռացել է դերասանուհի բլոգեր Նինա Տիտանյանի հայրը։ Այս մասին բլոգերը կիսվել էր ինստագրամյան հարթակում խնդրելով իրեն որոշ շրջան չանհանգստացնել, քանի որ ինքը հոգեպես ծանր վիճակում է գտնվում։ Օրեր առաջ դերասանուհի Մաշա Մատվեևան ինստագրամյան հարթակում հրապարակումով է կիսվել, այդպիսով ցույց տալով, որ ինքն ու Նինա Տիտանյանը նոր նախագծում են նկարահանվում։ Նա կիսվել է կադրերով, այդպիսով ցույց տալով նաև Նինա Տիտանյանին իր կյանքի մեծ ողբերգությունից հետո։ Девочки, շատ լավ նոր բաժակնայողի տեղ եմ գտել։ Ընտիր նայում է, ընտիր։ Տերեցել բաժակները։ Ու օգնականներ ունին։ Նկարում են լայվով։ Ապերատորներ, բոլորը բաժակ են նայում։ Բլոգեր դերասանուհի Նինա Տիտանյանն ինստագրամյան էջում ցավալի լուրով է կիսվել։ Սիրելի ընկերներ ու ծանոթներ, ցավով եմ գրում այս տողերը, իմ պապաս մահացավ։ Սա մեր ընտանիքի համար անսահման ծանր կորուստ է։ Այս պահին բառերը շատ քիչ են այս ցավի համար, որ զգում եմ ներսումս։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ եւ այս պահին չզանգել ինձ, շատ դժվար է խոսել։ Հետագա արարողությունների մասին անպայման կգրեմ ավելի ուշ։ Շնորհակալ եմ բոլորից, ովքեր կհասկանան ու հարգանքով կմոտենան այս պահին։ Ցավակցում ենք դերասանուհուն։ Էր առաջ հանդես եկանք ցավալի լուրով նշելով, որ կյանքից անժամանակ հեռացել է երիտասարդ պարող Բարուսույց Պետրոս Սաֆարյանը։ Պետրոսի առողջական խնդրի մասին հայտնի էր դարձել դեռ որոշ ժամանակ առաջ, երբ հայ հայտնիներից շատերն ինստագրամյան հարթակում խնդրում էին հանրությանը միանալ իրենց եւ օգնել երիտասարդ պարողին հաղթահարելու կյանքի այս դաժան հիվանդությունը։ Պետրոս Սաֆարյանը օրեր առաջ կյանքից հեռացավ։ Համացանցում նրա քույրիկը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Պետրոս Սաֆարյանն իր մահից ընդամենը մի քանի օր առաջ պարում եւ ուրախանում ընկերների հետ։ Կադրերում երևում է, որ երիտասարդ տղան կյանքով լեցուն է այնուամենայնիվ։ Հիշեցնենք նաեւ, որ վերջին շրջանում նաեւ դրամահավաք էր կազմակերպվել, որպեսզի Պետրոս Սաֆարյանին տեղափոխեին Հայաստան։ Այդպիսով նա իր կյանքի վերջին օրերը կկարողանար գտնվել հայրենիքում իր մտերիմների կողքին, սակայն այդպես էլ չստացվեց, չհասցրեցին նրան տեղափոխել հայրենիք։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ կյանքից անժամանակ հեռացել է երգիչ Գագիկ Հարությունյանը։ Վերջինս բանակում սերիալից հայտնի Վարուժի Գոռ Հարությունյանի հարազատ եղբայրն է։ Գագիկ Հարությունյանը ելույթ էր ունենում հայաստանյան ակումբներից մեկում։ Նա ուներ մեծ սեր եւ հարգանք ընկերների շրջապատում։ Նրա մահից հետո տարբեր հայտնիներ հրապարակումներ են անում վերջինիս մասնակցությամբ, այդպիսով արտահայտելով իրենց ցավը երգչի կյանքից անժամանակ հեռանալու վերաբերյալ։ Գագիկ Հարությունյանն ամուսնացած էր, ունի մեկ դուստր, պատրաստվում էր երկրորդ դստեր լույս աշխարհ գալու։ Ավաղ նրանց հանդիպումը տեղի չունեցավ։ Գագիկ Հարությունյանի կինն ինստագրամյան հարթակում պարբերաբար հրապարակումներ է արել իր ամուսնու եւ դստեր մասնակցությամբ, այդպիսով նշելով, որ դստեր ամենամեծ սերը եղել է իր հայրը։ Իր դստեր կյանքի ամենակարևոր մարդը հայրն է։ Ավելի վաղ ներկայացրել էինք հայ հայտնիների հրապարակումները Գագիկ Հարությունյանի մասնակցությամբ։ Իրիտ Կարապետյանը տարածելով երիտասարդ տղայի լուսանկարը գրել է. «Վաղ Գագ ջան, անհավատալի է»։ Հաղորդավարույցի Նայակոպովնան տարածելով իր եւ Գագիկ Հարությունյանի համատեղ լուսանկարները գրել է. «Սիրտս ճանկեց Գագ, Գագ լույսերի մեջ մնաս»։ Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը եւս ճանաչում էր երիտասարդին, համատեղ լուսանկարին գիծ դերասանուհին գրել է. «Կյանքը երբեմն անասելի ծանր է լինում, վատ լուրը վատ լուրի հետևից։ Գագ ջան, Աստված հոգիդ լուսավորի»։ Երգչուհի Դիանա Հարությունյանը տարածելով Գագիկ Հարությունյանի լուսանկարը գրել է. «Բառեր չկան ասելու, ուղղակի շատ անհավատալի է ու ցավոտ։ Աստված թող լույսի մեջ պայի հոգիդ Գագ ջան»։ Երգչուհիներ Նարե Գևորգյանն ու Նարե Գրիգորյանը եւս տարածել են երիտասարդ տղայի լուսանկարն ու իրենց ցավը արտահայտել, նշելով, որ անհավատալի է այն, ինչ այսօր տեղի է ունեցել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք։ Կյանքից անժամանակ հեռացել է Գագիկ Հարությունյանն, ով մասնագիտությամբ երգիչ է։ Նա բանակում սերիալից հայտնի Վարուժի դերակատար Գոռ Հարությունյանի եղբայրն էր։ Գոռ Հարությունյանի եղբայրը կյանքից անժամանակ հեռացել է ինսուլտի պատճառով, այս մասին Live 24 News-ին հայտնել են նրա մտերիմները։ Ավելի վաղ ներկայացրել էին Գոռ Հարությունյանի հուզիչ հրապարակումը եղբոր մասին։ Մեռնում եմ, չեմ կարում կյանքս, արևս, սիրունս, ջիգերս, ես ոնց եմ անելու, դու իմ ամենաուժեղ, կյանքս, աղբերս, գրել է Գոռ Հարությունյանը։ Ցավակցում ենք ընտանիքին այս ցավալի կորստի համար։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կյանքից անժամանակ հեռացել է սիրված պարոսուից պարող Պետրոս Սաֆարյանը։ Պետրոս Սաֆարյանը երկարատև հիվանդությունից հետո ընտրել է երկնային կյանքի ճանապարհը։ Պետրոս Սաֆարյանի մահից հետո հայհայտնիներից շատերն են ինստագրամյան հարթակում հրապարակումներ անում վերջինիս մասնակցությամբ։ Դերասան Բեն Ավետիսյանը տարածել է Պետրոս Սաֆարյանի լուսանկարն ու գրել. «Պետ ջան, Աստված հոգիդ լույսերի մեջ պահի աղբերս»։ Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն էլ տարածելով Պետրոս Սաֆարյանի մասնակցությամբ տեսանյութ հետևյալ տողերն է գրել. «Տարիներ առաջ, երբ ներկա էի այս ելույթին քո մասնակցությամբ, երբեք չէի պատկերացնի, որ նույն չարաբաստիկ հիվանդությունը քեզ կխլի մեզանից։ Լույսերի մեջ մնաս, պետ ջան»։ Երգչուհի Լենա Ղազարյանը տարածել է Պետրոս Սաֆարյանի լուսանկարն ու գրել. «Աստված հոգիդ լուսավորի, Պետրոս ջան»։ Դերասանուհի Այդուլ Կարապետյանն էլ գրել է. «Պետո ջան»։ Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն, ով Պետրոսի հետ ոչ միայն գոլեգաներ է եղել, այլ նաև ընկերն է եղել Պետրոսի, հրապարակել է կադրեր Շանթ հեռուստաընկերության անցյալի ստվերներ հեռուստանովելից, որտեղ ինքն ու Պետրոսը, Իզան և Ազատը կերտել էին իրենց դերը։ Ցավոք պիտի նշեմ, որ մեր լուսավոր Պետրոսը հեռացավ կյանքից։ Շնորհակալություն բոլոր սրտացավ ու հոգատար մարդկանց, ովքեր արձագանքել էին Պետրոսի բուժման համար կազմակերպած մեծ դրամահավաքին։ Հավատացեք, նա շատ էր ուրախացել ձեր վերաբերմունքից ու աջակցությունից։ Աստված հոգիդ լուսավորի, իմ լավ գործընկեր, ընկեր, տաղանդավոր, լուսավոր պայծառ մարդ, գրել է Անահիտ Կիրակոսյանը համատեղ լուսանկարին։ Կից Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Օմալե Հովհաննիսյանը հրապարակել է պարուսույցի լուսանկարն ու գրել. «Ինձ պատմեցին, որ այսօր արդեն պիտի բժշկական ինքնաթիռով բերեին Հայաստան։ Ցավոք չհասցրեց վերջին անգամ գրկել հարազատներին։ Կյանքը շատ անարդար է հենց այս անսպասելի լուծումների, առողջական խնդիրների ու անավարտ վերջաբանների համար։ Լույսերի մեջ մնաս»։ Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ մենք հայտարարությամբ էինք հանդես եկել, նշելով, որ հայհայտնիները խնդրում են գումար հավաքել և մեկ մարդու նման աջակցել Պետրոս Սաֆարյանին հայրենիք վերադառնալու համար։